Հարկուտան գաստզով, որպեսի հավաքեց անգամ ևս, որպեսի պարավորեն գիստուր պանունը, գարտալով իր խոսքեն, Ղուկաս ավետարանին 20-րդ գլուխ 34-35 համարները։ Ավետարանս Ղուկաս 34-րդ գլուխ 34-րդ համարեն ներողություն, ավետարանս Ղուկաս 20-րդ գլուխ 34-րդ համարեն մինչև 35 համարները։ Ինչպես գիտեք, Հիսուսի հարության շաբաթն է։ Եվ իրեն մասին գիտեցենք, իրեն հարության մասին։ Հիսուսը սա, հայր, թողություն դուրադոնց, վասնզի չեն գիտեր թե ինչ կունեն։ Մենք գա, որ պանեմը խավար չէ, չեն գիտեր։ Հիսուս արտահայտվեցավ խաշին վրա, չեն գիտեր։ Չեն գիտեր, որ ինչ կունեն, որ հայր։ Անոր անտեսները պաշտելու ադենին վիճակ ծկեցին և ժողովուրդը գայներ գնայեր իշխաններն ալանոնց հետ կնախադեն իզանիգավ գսեին։ Ուրիշները ազատեց, թողնիսին ալ ազատե, ետանիգա է Քրիստոս Աստոր ընտրյալը։ Դիդի շարնագեմ գարտալ 24-րդ գլուխեն առաջին համարը գարտան, որ մեր հետ կպիտը ստեսին բատկան։ Մեկ շաբթի օրը արդուն շատ կանող կիները կերեզման կացին ուդարին այն խունգերը, որոնք պատրաստեր էին և ուրիշ կիներ ալանոնց հետ։ Խաչին վրա արտահայտվեցավ Հիսուս և ըսավ, դեր մերը անոնց պասնզի չեն գիտեր ինչ կնեն։ Որոնք են ասում։ Անոնք, որոնք Հիսուսի բժշկությունները տեսան փողոցի մեջ, անոնք, որոնք տեսան, որ Հիսուս գաղը կալեր դվա, 38 տարվա հիվանդը ոտքի հանեց, Ղազարոսը քերեզմանեն դուրս հանեց, Պետրոսին զոքանչը բժշկեց, մերած բադանի աղջիկը քերեզմանին կասած ադենը թակաղեն վարի Յեսուս և հանեց և իրեն մորը դվան, որ մեկը բատնեն։ Հիսուս կսե հայրները անոնց պասնզի չեն գիտեր ինչ կնեն։ Ասոնք բոլորը, որ կպացական չեն, որ խաչը հանե և իրեն խաչը հանեցին, ասոնք բոլորը աչկերնին պաց գույրեր էին։ Ոչ թե միան աչկով գույր էին, մտքով ալ գույր էին։ Քրիստիաներոտ գլուխուն Ղուկասի 36-րդ համարն ալ։ Հիսուս մեծ սայնով ավագեց ուսավ, հայր կուցերքիտ կաղամանտեմի մոքիս, ուերպայս ուսավ հոգին դվա։ Խաչին վրա մեկը մերավ, ժողովուրդին խաչը հանել սոները, որոնք ինչ ասեմ դկետ էին, անխելք էին, ինչ էին, գույր էին, խուլ էին, որ երեք տարվա մեջ Հիսուսի իրաց բոլոր հրաշքները մեկ բամը չլսեցին, չտեսան։ Դաջարել մեջը խոսեցավ, փողոցները խոսեցավ։ Դարբերությունը այսօր ինչ է մեզի և այդ ժողովրդին։ Այսօր միլիարավորներ կլսեն Հիսուս Քրիստոսի կարոզը, քանի 100,000-ներով, միլիոններով ութարնանցին կնդունելու։ Գույրեր, գաղեր, բայց Հիսուսի արտահայտությունը հետաքրքիր է։ Եվ գսեք, հայր ներեան։ Այսօր եթե մեկը քեզի բզդիկ նեղություն մտա, երեսի չինային ճամփան կալադատենը բարևը չի դա, անոր երեսին անգամ մնաց ես նայ, ինձ արժեք չի դվա։ Միտքդ կուկա, որ այս գույրերուն, անհավատներուն, Հիսուս կաղաչել հորը, որվեսի ներեն, որովհետև դիսի անոնք չեն գիտեր ինչ կնեն, չգիտողով է, թասարանին մեջ ամենան ձույլը չի գիտեր, զերո գարնեն։ Աս ժողովուրդ տանան գեր Հիսուսը չի ճաշնանու,
Երկնքի վկայականը չգրցան արնել։ Երկնքի հետ տալ։ Հայրները ատոնց։ Հիսուս խաչին վրա ուրիշ բան մնացավ։ Աստված իմ ինչուց իստողոցիր։ Ինչուց սկեցիր, որ ես աս անմիջ ժողովրդին համարներ։ Մենք ալմեջ ըլավով։ Մենք ինչ ունեինք, որ Քրիստոս մեզի պիտի սիրեր։ 30 տարծուցինք մեկ խորվեցինք ատամենը սկսյալ։ Ամեն մեկերնից գաբրին 70-90 տարի գանդոքալենք այնպես մեր թաղարում մեջ կարդես թե մենք չինած ենք կաղաքը։ Մի կանը որուշ ունիք բանքան, խորիկ, որ մենք ամեն բան ենք։ Ուսում ունինք, բարձրաստիճան ենք այլևս, մարդինց հետ չի գրնա խոսին։ Ես ընկերություն հաստատած եմ, ես շենքեր շինած եմ։ Բարևսելու համար, պետք է կութասակակիտ մարդոց հետ գրնաս խոսին։ Աղկատներուն հետ կորդ չունիս, փողոցը կալողներուն հետ չես գրնա խոսին։ Այս շաբաթ էր, շուգայանը դուրս կլեի, դեսա 3 կերտասակներ իրենց դարքը գլեցնեին, դարք մաբրաններով, փայդերով, երկապներով։ Կողերնին ասա, Եսի ասպած սեզ այսօր զորություն դվա, որ կորձ ունեք, չէ? Չեմ դաշտայլ երենց։ Մեկ ասավ, այո, եսի կիտես ինչու, գեցան այսպես մրիկ կնել, եսի քանի որ եսի իրեն աքսիջենը կշնչեք որ։ Մեկ որ այսպես եսի, կլուխվերը ռավ, եսկստավ օտ արնել, շնչել, եսի ուրիշ հարցում նալգա, ինչ է եսի, կորձը գեցուցին, տրակ լեսնելը։ Եսի ինչ կերավոր որ գուտեք որ փոլար եսի ասմազը ստեղծած է, քան տեղել մինչև գելտանիները որսից ծերսանի վրա գտնեք եսի ուտելու, ինքը հրած է որ գուտեք, աչկերնի պած ինձից 20 ֆիդել, եսի դեր ուրիշ մաման ալգա, աշկոխած դեղրնի դեր եսի իրեն գվատ կանի, ոսի, եսի այս տեսակ ասմազ մգա դեր շարնագեն, ուրախացան, երգրվակեցեք, ընդունեցեք այս ասպածը, որ խաչին վրա մերավ, երշակերուն գոչեց հայր ներյանոնց, վասնցի չեն գիտեր ինչ կնեն։ Ըսավ հայր կուցեր կտ կավանտևին հոգիս, և այս ըսավ հոգի դվը։ Հայրրաբետ եղած է տեսածին պես ասուծո պակ տվավոսավ իրար ծնա այս մարդը արդար է։ Անտրատարցավ, երբ որան խաչին վրա մերավ, հայրրաբետ անտրատարցավ։ Այսօր տուն և ես անտրատարնանք, որ մեր նողով է։ Ուգաս 24 մեկ շապտի արգոք իրագի արգո այսինքն գիները կերեզման գվազ են Եսուս մերավ կաղեցին Երթանք կարողնի զարնենք Տերևս գրնան անգամ միավես կերեզմանը զինքը դեսնենք Կարոտ մունինք Պապակ մունինք Որտեղ այս մարդաբետը մեզի բժշկություն բերավ, հասկացող մարդիկ ալգային։ Վասեցին կերեզման, խունգեր հետերին արին, ուրիշ կակ մգիներ ալկացին կերեզման, ինչ տեսնեն։ Կերեզմանի ընկարը մեկտի կլորված էր։ Ուր դարին մարդաբել։ Ուր պացավ կերեզմանին կարը։ Շիպոտության մատնվեցան։ Անան քրստությունը բադեց։ Թերևս մախով տողով նես մդան Հիսուսի մարմինը դեսնելու։ Հիսուսի մարմինը ոնչ էր։ Մարդավերը ոնչ էր։ Խաչին վրա է մերնողը,
Քերեզման տրվող ոնչեր։ Անակնկալ էր։ Երբ Տերանով այսպանին համար դարագուսանքի մեջ էին, ահա երկու մարդիկ ուսապալ հանդերձներով հասան անոնց։ Երբ պախով լեցված երեսնին կեբիկելին զրեցին այն մարդիկ ըսին անոնց, վաղցան գիները։ Երկու մարդ եկավ ուսապալ հանդերձներով մի խոսին իրենց։ Այն մարդիկ ըսին անոնց, ինչու համար ողջի մերներուն հետ կպնդրեք, ինչու համար ողջի մերներուն հետ կպնդրեք, Ձեր վարդապետը ողջ է, մեր Աստվածը ողջ է, մեր Աստվածը հաղթական է, խոշ չէ, հապահարություն արավ, ձեր պնդրած վարդապետը, մտքերնիդ բերեք, թե ինչ սավսեսի երդեր Քալիլիայի մեջ էր, որդին մարդով պետք է որ մեղավոր մարդոց ձեր կմատնվի ու խաչ ելե ու երորդ օրը հարություն արավ։ Եգուր հասկացիր ասոց, ողջ եղադատել։ Հիմա եգուր հասկացիր մեզի մեր կարոզը, որ գսենք Իսուս նորեն բիդիկա և երտնային տակավորության մեջ մեզ վիդարն է, գահավատաս ասոր։ Գիները լսեցին Իսուսի, որ երորդ օրը հարություն մի դառն է, բայց քերեզմանը կացին, քերեզմանը չի տեսնանը վերջանանքից տեղան որու կնաց վարդապետը։ Գործելեցավ միտքեն, որ վարդապետը սազեր, որ երորդ օրը հարություն մի դառն է։ Այսօր քո հավատացած Իսուս Քրիստոսը երկրորդ անգամ բնիկա կհավատաս ասոր։ Միտքդ բերին չսա։ Հոչ չէ, հապահարություն արա մտքերնիդ բերեք։ Թե ինչ սաբանի գացեցի։ Միտքերնին բերին անոր խոսքերը, 9-րդ ամար 24-րդ գլուխ Մատթեոս ողգասու, ու քերեզմանեն դառնալով այս բոլորը պատմեցին 11-ին և ուրիշներուն։ Այս լիներն էին Մարի Մագդաղենացի, Հովաննան և Հակոբոսի մայրը Մարիամ ու անոնց հետ ուրիշներ ալ, որոնք այս բաները առաքյալներուն պատմեցին, բայց անոնց առջև ցնորական խոսքեր երևցավ Աստվածը ու չէին հավատար անոնց։ Մարիամը տեսավ, ուրիշ գիներալ տեսան, քացի 11-ին պատմեցին, բայց աշակերտները լսել են վերջը ցնորական խոսքեր երևցավ ասիկա։ Աշակերտներու դեպ Իսուս քանի տարի քալեց եւ քարոզեց եւ ունքի տակավորությունը, քանի հազար հրաշքներ տեսան աշակերտները եւ հիմա աշակերտները լսեն աս գիներու խոսածը ցնորական է, այսինքն ամուշ բան խոսին որ գիները, խելքերին տծուցեր են։ Բայց Պետրոս ամիջապես ըսավ ասոր վստահալան, որ ինչ է ասիկա, ամիջապես սկսավ քերեզման վազել։ Հիսուսի քերեզման։ Վազեց տևի քերեզմանը ու ձրելով նայեցավ և տեսավ, որ միան գդալները գնային ու կնաց իր մտքին մեջ զարմանալով այն եղածին վրայով։ Քերեզմանը վազեց, քերեզմանը մեկը չի գա, բայց Հիսուսի գդալները Հիսուս ըսավ ձեր հագուստներն ալ ձեզի տողոլան։ Ձեր անհավատությունը ձեզի տողտարնա, բայց հավատացեք ինձի, որ ես ոչ չէ։ Ժամանակավոր հագուստները ժամանակավոր աշխարհի մեջ ցկեց։ Երկու աշակերտներ քաղաքը ցկեցին, հսկան դեպի Էմաուս եկան։ Ճամփուն վրա կխոսեին այս բոլոր եղածներուն մասին, որ գարցանակ վերաբերան Սուգասու 24-րդ գլուխուն 10-րդ համարը կրնակարգական։ Քալելույա դիրանու կխոսեին։ Դրտմած էին, նեղություն մոնեին իրեն սրդի մեջ, վարդապետը չի գա մերավ,
այս խոսակցությունը Հիսուս տեսավ։ Եվ սա որ ասում դե ընկերակցին էր։ Հետևի մասում։ Նայեմ ինչ գիտի խոսի նրա։ Այսօր Հիսուս մեզի կհետևի իր խոսքերով։ Ամեն օր կհետևի մեզ։ Հիսուս եւ ինքը նստելով անդերի տակավորության մասին մեջ միան չի գնալ, որ աշխարհի վրա է ամեն օր։ Աշխարհի վրա միլիարավոր մարդոց քովն է ամեն օր, որ կարողանա իրենք հասկացնել ինչպես որ հասկացուց այս երկու երկայնը։ Պատասխան դավանոցը մեկը, որն անունը Գողբաս էր, ու սավանոր, դու միան Երուսաղեմ մեջ կաց ու չես գիտեր թե ինչեր եղան հոն, այս օրերուց, Հիսուս կհանդիպի և հետևյալը կարդա հայտնի աշակերտները մեկը Հիսուսի, դու չես գիտեր ինչ եղալուց է Հիսուս, ինչ եղալ, լուրջուն իս ինչ եղալուց է։ Անալը սավանոր ինչ, անուն կալեսին, նազովրեցի Հիսուսի համար, որ Աստծո և բոլոր ժողովրդին արջև կործով ու խոսքով զորավոր մարգարեմն էր, Հիսուս զորավոր մարգարեմն էր, աշխարհի վրա էր, կբատմեն որորու ու բատմեն որ Հիսուսի, որ հետևին կկարել։ Ինչպես քահանայապետները ու իշխանները մահվան մատեցին զանիկա և խաչ հանեցին, անխելներ կային, այս տեսակ մարդը բռնեցին խաչ հանեցին։ Իսկ մենք հուսային Կորանիկա էր, որ Իսրայելը պիտի ազատեր այն ամենում վրա, այս երրորդ օրն է, որ այս բաները եղան։ Բայց մեր մեջ են մեկ քանի գիներ ալ մեզ զարմացուցին, անոնք արբուտանող քերեզմանը կացին, բայց անոր մարմին չի գտնելով եկան լուսին դերաշտակներու դեսի կալ դեսան, որոնք կսեր եթե անիկա ողջ է։ Կբատմեն որ Հիսուսի կբատմեն որ, բայց չեն ճաշնարգոր, որ իդեր կովերնին եղող Հիսուս է։ Երևներեն մեկ քանիներն ալ քերեզման կացին ու այնպես կդան ինչպես այլ գիները լսին։ Մի այնպեսին կչեն դեսած, անալսավանոց, ով անմիտներ, թուլասիրտներ։ Հիմա կխոսի որ Հիսուս իրենց։ Ով անմիտներ և թուլասիրտներ, մի աս երկու հատին չի խոսիր որ ասում աշակերտներն են, իսկ մենք ով ենք հիմա։ Մենք շատ հասկացող մարդիկ ենք, մենք շատ լավ գիտենք ամեն բան։ Մենք կճանչնանք, մենք իմաստուն ենք, մենք ուսկավ ենք, մենք ամեն բան շատ լավ գիտենք, անոնք է որ չենք գիտեր։ Այդպես կարծեցինք և կարծեցինք։ Ով անմիտներ ու թուլասիրտներ, հավատալու այն բոլոր բաներում, որոնք մարգարեները խոսեցան, նայեցեք, որոնք խոսեցան, չէ որ Քրիստոս պետք է այս չարչարակները գրեր և իր պարկը մտներ, ու սկսելով Մովսեսեն ու բոլոր մարգարեներեն և մեկներ անոնց ինչ որ իրեն համար բոլոր քիրքերու մեջ գրված էր, երբ մոտեցան անկյուղը ու գերտային ինքալ ծուցուց որպես կավելի հերուտեղմը պիտի երկար, բայց ստիվեցին հուսին, մեր կով գեցիր վասնզի իրգունը մոտ էր և օրը իջած։ Անմտավ անոնց է, երբ ինք անոնց է սեղան նստավ, հացը առա, օրդնեց ու գդրելով դվավ անոնց։ Բադա է սապիմա։ Այն նավերն անոնց աչկերը բացվեցան, ու զինքը ջանցան և ինք անոնց մե աներևուտ եղավ, իրար գուսեին չէ որ սիրվենից մեր ներսիտին կփոխփոխել և ինք մեզի հետ խոսեր ճամփան և կրկեր գմեկներ։ Բոլոր մարգարեության գիրքերը, սամոսները ինձ համար գրված են ըստ։ Ես 33 տարի աշխարհի վրա եկա, բոլոր 5 դագարանը, Մովսեսը, գիրքերը, Սամոսները, մարգարեությունները բոլոր ինձ համար գրվեցան, մինչև որ ես աշխարհ եկա, անոնք բոլորը գրեցին ինձ համար։ Աշակերտները ժամը Երուսաղեմ դարձան, մեկտեղ ժողոված կդան, 11 անոնց հետ եղողները, որոնք կսեին, թե իրացին է դերը հարություն արավ, ու Սիմոնին երեցավ։ Եվ դրանք պատմեցին ինչ որ ճամփան բադայեցավ, և թե ինչպես ինքսենք իրենց ճանցուց հացը գտրած արել։
Երբեմն մեր կյանքին մեջ բարականներ կլան, որոնք Հիսուսի հացը կդրած անենման կնմանի, գսենք որ իրան որ Աստված ներկա էր, իրան որ Աստված բժշկեց ինձ, իրան որ Աստված էր աստորձունող իմ կյանքիս մեջ, հրաշքն էր որ հրավ, բարձությունը միլիարդ տամոս, Հերի անունով անձնավորություն մգար, հաճող քաղաքացիներ, իրանցնական համոզումներուն պարած նվստահ կյանք մգաբրեր, սակայն օրմը անանքիստ եղավ և բժշկի կնած, հայտնի եղավ, որ իր մեզաբարգը քաղցկե ուներ, Այս հերի բնավ ով չրա, նայցեք ինչը սա հերին, կանի գիտեր, որ արդի բժշկությունը կրնար զինք ազատել այս աղտեր, և աղտաջանացում բզդի կործողություն մի եղավ, բժիշկը զինք մասնակետ վիրապոժին կրկեց, թեև քիչ մսկսավ վախտան, այսեր համոզված էր, որ բժշկական գիտությունը զինք պիտի ազատեր։ Սակայն այս անգամ հերի վատտարակույն լսեց, մեծ հույսով մտավ գործողության սենյակը, սակայն վերջ իմացավ, որ աշխարհահռչակ վիրապույժը անմը չէր վրցար հնել իրեն։ Եվ իրեն ասավ, հերի հույս չի գա։ Հերի սա որքան ժամանակ ունի, հարցուց արհեստական շեշտով, որոնց չենք գիտեր պատասխանեց վիրապույժը, դեռևս մեկ տարի կամ մեկ ամիս։ Հերին մահկանացում պիտի գնկե քաղցկեղով։ Հերի հուսալության վեհինինգավ, դիգինը ճանացինք հուսատրել, քաղցկեղի բժշկումի այլևս միջոցառում չի գար։ Ինչ որ իր դիգինը ուզեց, որ ամուսինի լավակույնն է, հերի մերժեց։ Արդի բժշկությունը մարդկային գիտությունը զինք խափած էր։ Գործընծուց հերի իր վստահությունը արդի բժշկության վրա։ Աշակերտները գործընծուցին իրենց հավատքը քերեզման տրվել են դեպի Հիսուսը։ Բայց վերջնային ինչ եղավ։ Ուրեմն ամբողջ օր հեռադիսիլի առջև կնստեր և կսպասեր իր մահկանացուն որ կնկրվի։ Անխուսափելի էր իր մեկ։ Երբեմն միտքերն կանցներ աղոթել, սակայն չէր գիտեր ինչպես։ Ուղրերը որ հասկանադեն զասպած անել ամդեսել է վերջ, իր խնդրանքն անանք պիտի ամդեսվի Աստծո կողմանը։ Ապա երկու բաներ կյանքը փոխեցին։ Անկարդ նստացավ բարեկամեմը, որ իր ըստորության դա կրած էր։ Աստուծո կողմը ամեն բան կարելի է։ Մատթեոս 19:26 Բարեկամի կողմեն կարդն եկավ, ասամարը կրված վրա։ Աստծո կողմը ամեն բան կարելի է։ Հարություն առնող Աստծո կողմանը ամեն բան կարելի է։ Հերի ստապեցավ, արդյոք իրավ է, մտածեցան, ինչպես կրնա Աստծո հետ հաղորդակցի, սկսա մտածել։ Աստվածաշունչ կարդամ, աղոթեմ և սկսա մնել, շարունակ ակհամարները գգրտներ մտքին մեջ։ Քանի նոր հետո հոգևոր կրկույկ մստացավ, որում մեջ կարդաց կնոջը մասին, որ աղոթքի զորությամբ հաղթահարած էր վաղվան քաղցկեղին։ Ինչ բան որ աղոթքով կխնդրեք, հավատացեք, որ պիտի առնեք և պիտի լաց ձեզի կսել էր Հիսուս Ղուկաս 11:24։
Կարտած ասամանները, սովեցա։ Գրգին ու գրգին կարտած այս պատմությունը, որ Աստծո խոստումը ու վերջապես համարձակեցավ արևիշին թուրը զարնել եւ ասավ ամենակարող Աստված, որ կհավատար թե գրնարժեք բժշկել, հաջորդող վարյաներուն հերի Աստծո ներկայությունը սկսավ աղոթել, հիվանդ է։ Ույչ մեկը չի կա, հույս չի կա աշխարհեն, ոչ քիդուտեն են, ոչ տրամեն, ոչ հարուստեն են, ոչ ուսում են։ Հույսը միան Աստծո վրա է, դարձուց ամենն աչքի եւ դրավ միան Աստծո վրա է աչքերը սկսավ խոսիլանոց։ Յանքին մեջ առաջին անգամ էր, որ Աստծո հետ խոսեր, հանգարց շատ անոթի ստացիքները։ Խորզողոտերին հետո անոր գշիրկը շատ պակսած էր, սունտի բադասեն, բայց հիմա պապակ ուներ ուտել։ Հաջորդ շաբթվա ընթացքին հերիան թատար աղոթեց։ Արդևն է մինչև իրմուր աղոթեց։ Այն Աստծուն հետ, որ խոսեր ու անոր հավատքը աջեցավ ու զորացավ, դեցանից վերջ հերի բժիշկին կնաց և իր սրտին մեջ կիծածը բժիշկին քննությունները հաստատեցին։ Քաղցկերը անհետացած էր իր մարմինը։ Փառք տվա վերոջ։ Մեծակույն բժշկապետը Տեր Հիսուս Քրիստոս կատարեց անոր բժշկությունը զինքեր խոստումի մեջ պահելով։ Այս որ ներոջը կամքով ոչ կհավատաս, որ քու քաղցկերը կրնա բժշկել։ Այսօրվան քաղցկերը կբարունակի ամեն տեսակ հիվանդություն։ Միայն գսե Հիսուս հավատա։ Դերոջը կամքով հավատքով եղած աղոթքը պիտի փրկե հիվանդը։ Ու դերեսան ոտքի պիտի հանե։ Արդարին չերմերանտ աղոթքը շատ աստեցություն ունի։ Հակոբու 5:13 Գարտացեք այս համարները։ Արձանագրեցեք այս համարները, գարտացեք եթե հիվանդ եք։ Եթե մարմնով հիվանդ եք, գարտացեք այս համարները։ Եթե հոգով հիվանդ եք, գարտացեք այս համարները։ Հակոբու 5:13-16 Աշակերտները բժշկությունը ստացան, երբ Հիսուսի գերեզմանեն հարություն առնել տեսան։ Կստանը 4-րդ գլուխ Ղուկասու 36-րդ համարեն գիրական։ Քանի որ աշակերտները երբ այս պատահածներու մասին խոսեին, հետևյալը պատահեցավ։ Հիսուս ինք կայնեցավ անոնց մեջտեղը ու ուսավ անոնց խաղաղություն ցեզի։ Բայց անոնց սաղուրելով վախտային ու կգարձեին, թե ոգի մը գտեսնեն։ Դակավին շպոտած էր իրենց հավատքի մեջ։ Եվ Հիսուս անոնց ասավ, ինչու խորոված եք, և ինչու սրտերնուտ մեջ խորովություն կլա, դեսեք ձեռքերս ու ոտքերս, որ ես ինքս եմ, շոշափեցեք զիս ու դեսեք, վասնզի ոգին մարմին ու ոսկոր չունենար, մինչդեռ կտեսնեք, թե ես ունի։ Այս սրով ձեռքերը ու ոտքերը ցուցանոց։ Երբ տակավին իրենց ուրախութենեն չէին հավատար և զարմանքի մեջ չէին լսավ անոնց ուդելիք ունի, անոնք ալգոդորմը խորովածու ու մեղանախորիս տիվին իրեն, արավ գերավ անոնց արջև և լսավ անոնց։ Ասոնք են այն խոսքերը, որ ծեզի խոսեցա և թեր ծեզի հետեին։ Թե պետք է որ կատարվին այն ամենը, որոնք Մովսեսի օրենքին ու մարգարեներու մեջ և Սամոսներու մեջ ինձ համար գրված են։ Այնարեն անոնց միտքը բացավ, որպեսզի քիրքեր հասկանան և ասավ անոնց այսպես գրված էր և այսպես պետք է Քրիստոս չարչարվեր, երրորդ օրը մերեններեն հարություն առներ ու ծեր մեջ չգենար և խոսեր չէ։ Անոր անունով ապաշխարություն ու մեղքերու թողություն կարոզվեր բոլոր ասկերուն մեջ Երուսաղեմում սկսյա։ Ասի եկով դրամիս։ Եթե դու այսօր Հիսուսի գավադաս վաղավետք է կարոզես։
Եթե այսօր Հիսուս քեզ բժշկեց ու մեղքերդ, բաղ պետք է քարոզես։ Հերատ դե չէ որ կոզես։ Միա միջնար, ես կամիջնամ, այդ բաները գոյություն մեջ չեն անան կուսովիտ մեջ։ Այսօր ապաշխարեցիր, բաղ պիտի վկայես, պիտի խոսիս իր մասին։ Այս է պահանջվածը, այս է խնդրված Եսուս Քրիստոսը, որտեղ բոլոր մարգարեները, բոլոր գիրքը իրեն համար գրեց։ Եվ Հիսուսը սա անոր անունովը, որն անունովը, իրեն անունովը, ապաշխարություն ու մեղքերու թողություն կարոզվել բոլոր արսկերու մեջ Երուսաղեմեն սկսված, քանի որ դուք հիմա Երուսաղեմեն չեք դաշարել, դասներով, աստեղը սկսեցեք։ Աստեղը սկսեցեք եւ բոլոր աշխարհը կացեք եւ քարոզեցեք եւ աման գալու։ Այսօր դու եթե ապաշխարած ինչ որ մեկ եկեղեցին գուզես կնա, եթե ապաշխարած ես եւ ամեն շաբաթ եկեղեցի երտած կնստիս եւ մտի կնես եւ Քրիստոսի անունը բոլոր շաբաթվա մեջ չես կնալ մեկը կարոզել, ինչ օգուտ է։ Այս է խնդրված Աստծոման։ Ամեն շաբաթ երտած լսելով, դեռ խոսքը լսելով լավ է։ Այսօր է գործը։ Ինչպես մարդիկ պետք է լսեն, որ դու ապաշխարած ես եւ Քրիստոսի մասին պիտի լսեն, եթե դու չխոսես այն բարեկամներուն, որ դակավին Քրիստոսի մասին լսած չէ։ Կամ լսած են եւ դակավին հետաքրքիր չէ։ Ավելի հետաքրքիր են իրենց գործերով, իրենց նյութականով եւ երբեք հետաքրքիր չեն եւ այն տակավորությունը։ Հարություն առնող Քրիստոսը այսօր քեզ կխնդրեք ես մե, որ դու ներտաս եւ վկայես։ Տելեֆոնը արի եւ խոսիր ես ապաշխարեցի, ես Քրիստոս ընդունեցի, երկինք եւ երկիրը ստեղծող Աստված իմ սրտիս մեջն է, ես բժշկությունը ստացա իմ մեղքերից, քեզի կխնդրեմ, որ ապաշխարես եւ ընդունես Քրիստոսը, մի վախտար որ ապրի չի խնդա, եթե որ խնդա, Աստծո վրա խնդած ասբիրը լավ, այս խոսիր դու, կխնդրեմ քեզ մե, քո բժշկություն պատմե, մեղքերով բժշկությունը, մեղքերով հիվանդությունը, որ դու ունես, իրակեց բժշկվեցա, կացկրի պես հիվանդություն այդ մեկը։ Եվ Հիսուս Քրիստոս դուք եք այս բաներում վկաները, դու ես այս բաներում վկաները։ Երևակայեցեք, եթե 10 միլիոն հավատացյալ կա, եթե ամեն մեկ 10 միլիոն հավատացյալ, մեկ օքի եթե քարոզի ամեն օր, բոլոր աշխարհը պիտի լսե 10 տարի է։ Բայց ուր ենք մենք։ Մենք մեր բաժաններում մեջ, մեր հիվանդություններով դարձած ենք։ Մեր ծրագրերը ավելի կարևոր են։ Քան դե խոսելու այն Աստծուն համար, որ գերեզմանեն արություն արավ։ 49-րդ համար հետևյալը լսե Ղուկաս Սամարյանին 24-րդ գլուխ։ Եվ ահա ես իմ հորս խոստում եմ ձեզի կղրգեմ։ Ես իմ հորս խոստում եմ ձեզի կղրգեմ։ Այս դուք Երուսաղեմ քաղաքից մեջ նստեցեք մինչև վերեն ժողովություն առնեք ձեր վրա։ Երկինք եւ երկիրը ստեղծող Աստվածը, որ հզոր Աստված, որ քեզ այսօր կապ կուտա։ Զորությունը դրա դեր առաքյալներուն, որպեսզի այս խոսքը քեզի ասնի այսօր։ Եվ ինձ ասնի։ Երկիր նախագահը քեզի չէ որ պաշտոն ուտա։ Որպեսզի դու բարիվս կաս որ դու նախագահային բարեկամներս եւ դրնաս երկիրը փամանել եւ օգտակար դառնալ ասիրանտի։ Երկինք եւ երկիրը ստեղծող Աստվածն է որ ուզե դու իր պաշտոնն անելաս, որպեսզի բոլոր աշխարհի ղեկավարությունը քուցեր կտա, որպեսզի դու գրնաս իրեն մասին խոսի։ Թուն եթե կարոզը գրնաս տալ, եթե դու վայություն գրնաս տալ, դու երկինքի տակավորության պաշտոնյան ես։ Այս հարություն առնող Աստուծոյի մասին երբ որ խոսείς դու ոչ թե ժամանակավոր աշխարհի մասին խոսող կամ օգտակար դարձնող մեկն ես դու բոլոր եզերքին Աստուծո զարանը լաս է բոլոր եզերքը կրնաս դարձնել քո վկայությունով 50-րդ համար եւ զանոթ միջև կտանը հալեց Ուր ցերկերը վերցնելով օրտեն ցալոն Երբ ցալոն կորտներ
Զարդեցավ առոցմե ուվեր գելներ երկնին։ Աշակերտներուն աչքին արջավ Հիսուս դեպի երկին կնա։ Երկնային բաշտոնյաները դարձուց իր աշակերտները և այսօր ասված կուզե երկնային բաշտոնյաները դարձնել ձեզ։ Անոնքալ երկրբակություն ունելով անոր մեծ ուրախությամբ Երուսաղեմ դարձան և ամենադեր դաջարի մեջ էին ու կքովապանեին զասված կորդնեին։ Ալելույա և ամեն։ Դեր օրտնեցես, դեր բայցես, դեր Իստուկ երեսը բայդարացնե մեր բոլորի մրա ողորմի մեզի, մեր ամճկոտությունը մեր վրային վերցնե, մեր հիվանդության բժշկություն դա, և երկնային սուր ոգեով լեցնելով մեզ վգաները դարձնե այս աշխարհի վրա և պատկին համար, այժմ ցտեսություն, ինչ է պատճառ